Ուտում եմ, չեմ խմում։ Ես կմտածեմ, որ մեկին պատասխան։ Չէ, չկա, ես ինձ բաներ չունեմ։ Ազատ եք։ Շատ։ Հա, ազատությունը ձի միանշանակ, ես քանդակել եմ վազքը իրանց։ Մի քիչ աղմուկ ա լինելու ստեղ, որովհետև կաֆեում ենք։ Այս խաղում այս սեղանը օքեյ է, իմ մոտ տենց ամեն ինչը գծով է։ Հայրենի հետ խնդիր ունեմ։ Founder, օրինակ, համա ինչ է, այդ որ ես եմ ստեղծել, ինչ են ասում դրան։ Համահիմնադիր։ Այդ բառը հիշեք, էս է կամերան, մեկ էլ են մեկը, օքեյ, սկսում ենք։ Մի րոպե։ Ես միշտ իմ աշխատանքը նկարագրում եմ որպես վերածնունդ, բայց անշնորհակալ գործ։ Մի շատ խելացի մարդ միշտ այս մասնագիտությունը համեմատում է երեխայի ծնունդի հետ, որ իրան չարչարվում ես, պահում ես ամիսներ, հետո արդեն ինքը ծնվում է, ու այդ ծնվելը լինում է վառարանը բացելը։ Երբ որ վառարանը բացվում է, դուրս են գալիս այս մեր սիրուն բալիկները։ Ես ինքս խեցեգործ եմ ու արտադրում եմ ռեստորանային սպասք, Farfora Ceramics ընկերությունը։ Եթե ուրիշ մասնագիտություն ընտրելու լինեի, հավանաբար նույն գործով կզբաղվեի, գումարած հոգեբանություն, որ ինքս ուսումնասիրել եմ 10 տարի։ Ես այս մասնագիտությամբ վաստակում եմ, այո, բայց ինքը այդ միակ միջոցը չի, որտեղ ես ինքս նկարչուհի եմ, քանդակագործ եմ, ոսկերիչ եմ, շատ տարբեր մասնագիտություններ ունեմ ու ես ինքս արվեստագետ եմ ինձ համարում, որովհետև արվեստի բոլոր ճյուղերը շատ սիրում եմ ու ոնց որ չկա տենց մի ճյուղ, որը որ կարողանամ առանձնացնել։ Հիմա այնտեղ եմ ասում, մի րոպե ասեմ։ 17 տարի ապրել եմ Լիբանանում ու Լիբանանում եղել եմ 10 տարի մանկավարժ, ունեցել եմ իմ արվեստի դպրոցը, ունեցել եմ բազում աշակերտներ, աշխատել եմ 4 տարբեր դպրոցներում, որտեղ ունեցել եմ 1700-ից ավել աշակերտ, իրանց խնդիրներով ու երբ որ Հայաստան եկանք, որոշեցինք ընտանիքով տեղափոխվել Հայաստան, հասկացանք, որ ուսումնասիրություններից ելնելով, հասկացանք, որ չկա ռեստորանային սպասքի արտադրություն Հայաստանում, հոռեկայի ստանդարտներին համապատասխան, սիրողական կան, բայց հոռեկայի ստանդարտներին համապատասխանող արտադրություն չկար Հայաստանում, որոշեցինք այս գործը անենք ու քանի որ լավագույն մասնագետը ըստ իս Հայաստանի Ռուբեն Գևորգյանը, որը որ համահիմնադիրն է Farfora Ceramics-ի, միասին որոշեցինք, որ անենք այս արտադրությունը ու սկսեցինք աշխատանքը։ Հիմա վաստակելու մասին, եթե կապրեմ այդ փողով, չէ, ընտրել, ինքը բանը, challenge-ներով է, ոնց է challenge հայերեն։ Մարտահրավեր։ Հա? Մարտահրավեր։ Հա, դե մի րոպե մի հատ նախադասությունը ձևակերպեմ։ Մի րոպե մի հատ խմեմ ու ասեմ մարտահրավեր, ուրեմն կերամիկայի հետ աշխատելը մարտահրավերներով լի է, որովհետև ամեն անգամ մի հատ տեղ է գալիս, որ էդ էլ պետք է հաղթահարես, էդ էլ պետք է հաղթահարես, իսկ ես մի տեսակ վախեցող տեսակը չեմ ու ինձ համար ինչքան բարդությունները ավելի շատ են լինում, այդքան ավելի հետաքրքիր է լինում իմ կյանքը, օրինակ այս ափսեն
կամ էս թեյնիկի էս մանրանկարչություն կամ ինչ որ ցանկացած փոքր բան, որ շատ մասնագետներ կարող հավես չունենան կամ չգիտեմ իրանց ձանձրալի լինի տենց փոքր բաների վրա աշխատելը, բայց ես սիրում եմ, ես ցանկացած աշխատանք ինչքան բարդ, այդքան ավելի հեշտ իմ համար, ավելի լավ, ավելի հաճելի։ Ուրիշ ինչ էր հարցը։ Փոշմանել եմ արդյոք մասնագիտության հարցով, իհարկե ոչ, որովհետև ես կյանքում ոչ մի բան արածս չեմ փոշմանում, չկա տենց բան, եթե ինձ հարց տայիք, օրինակ կապրես նույն կյանքը, նորից նույն ընտրությունը կանես, նորից ցանկացած օրը նույն ձև կապրես, այո, ցանկացած օրը նույն ձև կապրեի։ Ես մեղվիկ եմ, ես 24 ժամ աշխատում եմ։ Մենք սպասարկել ենք 20-ից ավել ռեստորան Հայաստանում ու շատ մեծ քանակությամբ մի հատ էլ Մոսկվայում, բայց հիշում եմ մեր առաջի ռեստորանը, որ սպասարկեցինք, ամբողջական սպասք էր ինքը ու շատ բարդություններով, բայց բնականաբար էդ էլ հաղթահարեցինք, ինչպես ցանկացած դժվարություն։ Առհասարակ պատվերներից վախեցող չենք, ցանկացած տեսակի անգամ եթե մտնեք մեր էջը, դուք կտեսնեք ֆարֆորասերամիքսում կա կրաբ ափսե, որը որ ինքը շատ բարդ էր ստանալը, բայց քանի որ արդեն եւս մեկ անգամ նշեմ, ունենք շատ պրոֆեսիոնալ խեցեգործ Ռուբենը, մենք կարողացանք այդ ափսեն պատրաստել ու ինքը շատ նույնը եղավ, ինչ որ բնական կրաբը, իսկ պատվերների բարդությունը չի, այլ պատվիրատուների բարդությունը, օրինակ ունեմ սենց բան, որ եթե ես պատվիրատուին չսիրեցի, ես իր աշխատանքը չեմ կարող անեմ, ու շատ ա եղել, որ ուղղակի չմերժելու պատճառով, որ չմերժենք, չէ, ես պահը մի րոպե ասեմ, այդ ոնց է ասվում, to not ignore, ու շատ անգամ եղել է, որ օրինակ պատվիրատուն եկել է ու ուղղակի չեմ ուզել իր պատվերը անել ու ուղղակի չափազանց բարձր գն առաջարկ եմ տվել ու ինքը գնացել է, այդ եղել է բազմիցս։ Մեր հումքը հոռեկայի ստանդարտներին համապատասխան է ու չափազանց ամուր ու թրծվում 1260 աստիճանով ու նույնն էլ ջնարակներն են, ինքը արդեն իր գինը ստանդարտից բարձր է գալիս, բայց ցանկացած լավ ռեստորան կամ կաֆե, եթե ուզում է իր լոգոյով կամ ինչ-որ մի բանով, ինքը հաշվի առնելով այն, որ ջարդ չի լինի, այս սկոլ ինչ է, այդ որ թռնում է այս ծայրերից, հա, վնասվածքները քիչ, հա, ու քանի որ վնասվածքները քիչ կլինեն, իրանք նախընտրում են այն տարբերակը, որ թանկից էժանը չկա, սո իրանք գալիս են մեր մոտ ու պատվիրում են, հաճախ չեմ նվիրում սպասք, սովորաբար ես նվիրում եմ գումար, որովհետև ես մարդկանց ճաշակը չգիտեմ ու չեմ էլ ուզում իրանց տեղը որոշում կայացնեմ, իսկ ես սիրում եմ նվեր ստանալ բնականաբար ծաղիկներ, որովհետև կին եմ ու լավ համերգի տոմսեր։ Ես համերգի համար ճամփորդում եմ, ես Մայքլ Բուբլեի համերգի համար գնացել ասել եմ Ամերիկա, ասենք նորմալ չի էլի։ Տանը սպասքը միանշանակ մերն է, Farfora-Ceramics, ու ես մեծ հաճույք եմ ստանում, նույնն էլ տղաս, ինքը շատ մեծ հաճույքով այդ պաստաները պատրաստում է ու դնում է այդ սպասքի մեջ ու ամեն անգամ նկարում է ու ինձ է ուղարկում տեքստով, որ մամ շատ սիրուն է այս ամանները։ Իմ տղան շատ լավ խոհարար է դառը, որտեղ ես տուն չեմ գնում։ Ես չեմ հրաժարվի կավից երբեք, թեկուզ եթե սպասք չարտադրեմ, ցանկացած ուրիշ բան կավով, որովհետև կավը իմ համար թերապիա է, ես իրան սիրում եմ ուղղակի, ես դրա համար եմ, ինքը իմ երկրորդ մասնագիտությունն է, կերամիկան իմ երկրորդ մասնագիտությունն է, իմ առաջի մասնագիտությունը եղել է մետաղի դիզայն, 3 լավ ու 3 վատ, վատը դե բնականաբար 4 ձեռքերն է, ժամանակատար, բայց դե աշխատանքը պետք է ժամանակատար լինի, բա ինչ լինի, էդի մինուս չի, դա պլյուս է, չկա, ոչ իմ բանից չի զրկում,
Լավ, ինչ է տալիս այդ։ Վայ, ուրախություն, 24 ժամ կաշխատեմ, այդ ես չեմ հոգնում։ Իմ սնուցման աղբյուրը Ռենեսանսն է, Իտալիան է, Միքելանջելո դա Վինչի, Բոտիչելի, Կարավաջո։ Ես չունեմ տենց անձ, որից որ սնվում եմ, ես սնվում եմ Ռենեսանսով։ Ես վերածնունդով եմ սնվում, ես ուրիշ ոչ մի բան, ես 2 ամիսը մեկ պետք է գնամ Իտալիա, մի հատ սենց լիցքավորվեմ ու գամ։ Գամ ստեղծեմ։ Չէ, կարևոր չի ինչ։ Իրանք ափսեներ են ասում, բայց ես իմ մտքում լրիվ ուրիշ բան եմ անում։ Երբ որ առաջի անգամ ավարտեցի Գեղարվեստի ակադեմիան, շատ էի սիրում քանդակը, որովհետև ասեցի բազմիցս կավի հետ շփումը իմ հետ, չգիտեմ, թերապիա է։ Ու քանի որ ես կավով աշխատանքը սիրում էի, իմ երկրորդ մագիստրատուրան ես արեցի բավականին ուշ, 14 թվականին, 2014-ին ու արդեն արեցի կերամիկա։ Ու դրանից հետո, երբ որ գնացի Լիբանան, նորից հետ, որտեվ 17 տարի այնտեղ եմ ապրել, ասեցի, այնտեղ արեցի ջրիտակ ցուցահանդես, որը որ ես ինքս դայվեր եմ ու որը որ շատ հետաքրքիր էր դայվերների համար, այսինքն ջրիտակ իջնելուց մենակ նույն նավը չենք տեսնում նույն ձկներով, այլ ջրիտակ կա ցուցահանդես։ 2018 թվականին ունեցա Վենետիկում ցուցահանդես անհատական ու այդ ցուցահանդեսից հետո ինքը 50 օր էր ու այդ 50 օրը բավարար էր, որ ես լավ երկար մտածեի, որ չեմ ուզում հետ Լիբանան վերադառնամ ու որոշեցի, որ ընտանիքով պետք է տեղափոխվենք Հայաստան։ Արդեն Հայաստան տեղափոխվելուց հետո բացվեց այս աշխատանքը, Ֆարֆորան, իսկ ինչ եմ մտածում հետո ոնց է լինելու, նորից ուզում եմ սկսեմ 2025-ից ցուցահանդեսները, որտեղ ես ինքս Իտալիայում արտետրայի ներկայացուցիչն եմ ու ցուցահանդեսներ եմ միշտ կազմակերպել դեպի Իտալիա, Իսպանիա, տարբեր երկրներ ու արդեն ժամանակն է, որ ես եւս մեկ մեծ ցուցահանդես ունենամ 2025-ին, չգիտեմ դեռ որտեղ, բայց ինչպես ասում են, tutte le strade portano a Roma։ Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, հավանաբար Հռոմում կլինի դա։ Կգա ժամանակը, որ Հայաստանում էլ կանեմ, որովհետև բարդ է այնտեղից նորից հետ աշխատանքները ստեղ բերել ու ես միշտ արել եմ ցուցահանդեսները ոչ ցուցահանդես վաճառք, որովհետև ես շատ դժվար եմ բաժանվում իմ աշխատանքներից, բայց 25 թվին որոշել եմ, որ ցուցահանդես վաճառք պետք է լինի, որ այդ աշխատանքները արդեն թողեմ Իտալիայում ու հետ վերադառնամ Հայաստան, ու որ նորից նոր աշխատանքներ ստեղծեմ Հայաստանում ու ցուցադրվեմ Հայաստանում։ Եթե ընտրեի գույն, որով կուզեի միշտ աշխատել, դա կլիներ երևի կանաչից կապույտ երանգը, բայց ես ինքս ինձ նկարագրում եմ կարմիր գույնով։ Եթե չկա պատվեր, ձմեռները փորձում եմ չգնալ այնտեղ, որտեղ խնդիր ունեմ ես ձեռքերիս, ինքը ահավոր չորանում է ու ինչքան սառը տաք է լինում ջուր ու հետո չորանում է մանավանդ ձմռանը, դառնում է տղամարդու ձեռքեր ու ինձ հաճախորդները միշտ ես որ ձեռքով եմ բարևում, ինձ ասում են ինչ չոր է քո ձեռքերը, ասում եմ այո, այս աշխատանքը ուզում է չոր ձեռքեր։ Ինքը կլինի բնականաբար սաստեղ, ու սաստեղ։ Եվ կխմեցեք։ Այո։ Եթե ինչ-որ մի բան են չի ասեք, կարող է տենց պետքա չլիներ։